Պարոն Խաչատրյան, ինձ ձեր ասած մյուս դիտարկման հետ կապված ինչ եմ ես այդպիսի վստահությամբ այդ կոմպենսացիայի ինդեքսացիայի թեման այդպիսի վստահությամբ ասել։ Այսինքն երկար փորձագիտական որ հաշվի առնելով ձեր ասած ռեզերվների արկայություն։ Այսինքն մեր խնդիրը, որ ես ձևակերպեցի, որ մեր թոշակը սպառողական զամբյուղից ներքև չգնա։ Եվ ես դա առանց մանրամասն փորձագիտական քննարկումների հայտարարեցի, նկատի ունենալով, որ մենք հիմա առաջ ենք, այսինքն եւ մենք ռեզերվ ունենք ավելի հանգիստ առանձնի արդյունանալու մտածել, խնդիրը հետեւյալն է, որ մեր թոշակը այլևս երբեք սպառողական զամբյուղի ցածր պետքա չլինի եւ չի լինի։ Սա պատմական փոփոխություն է, եկեք արձանագրենք եւ իմ ասածն է, որ պատմական փոփոխությունը ունի երկու առանձնահատկություն։ Առաջինը, երբ որ դրան հասնում ես, դա շատ լավ է, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետքա խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ եւ դա գնում այլի հետագլորվում դեպի իր նախնական վիճակ։ Դա վերաբերում է ընդ որում ամեն ինչին, առիթ ունեցենք, դա վերաբերում է խաղաղությանը, դա վերաբերում է սոցիալական իրավիճակին, դա վերաբերում է կրթությանը, ամեն ինչին, բացարձակապես ամեն ինչին։ Պետք է ֆիքսել եւ խնամք տանել, որպեսզի այն ինչ որ ձեռք ես բերե, դա հետագայում զարգանա։ Հետևաբար ես եւս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլորի թարգելի գործընկերներ, որովհետեւ իհարկե ոչ բոլորն են դալիճումներ կա, ում այս խոսքերը ուղղված են, որովհետև սա ձեր աշխատանքի արդյունք է եւ սա ձեր աշխատանքի ձեռքբերումն է։ Ես մի միտք էլ կա, որը էլի գիտեմ կրքերա բորբոքելու, բայց ես այդ միտքը պետք է ասեմ։ Ես օրինակ մտածում եմ, թե ինչն է պատճառը, շատ կարևոր է արձանագրել, ինչն է պատճառը, որ մենք ավելի մեծ տնտեսական աճ ենք ապահովել, քան կանխատեսվում էր։ Պատճառները բազմիցս են, արդեն աշխատող, արդյունք ստեղծող մարդկանց բոլորին շնորհակալություն հայտնեցի, թոշակառուներին շնորհակալություն հայտնեցի։ Հիմա միտքը, որը կրքեր է բորբոքելու։ Իմ կարծիքով պետական կառավարման համակարգը սկսեց շատ ավելի մոտիվացված աշխատել, երբ որ մենք նախորդ տարվա արդեն մարտից, ապրիլից սկսեցինք քննարկել արդյունքի վրա հիմնված վարձատրության համակարգը ներդնելու մասին։ Արդեն մարտ-ապրիլից մեր ամբողջ պետական կառավարման համակարգը գիտեր, որ վարձատրության համակարգը փոխվելու եւ այդ վարձատրության համակարգը ուղիղ ձևով կապվելու է ցույց տված արդյունքների հետ։ Ես տնտեսական աճ ինքն էլ 2%, ինքը հարգելի գործընկերներ, 2%-ը շատ մեծ տոկոս է, ասենք երկրներ կան, որ տարեկան 2% տնտեսական աճ են ունենում, իրանք իհարկե հիմնականում բարձր զարգացվածության շեմ ունեցող երկրները, իրանք շատ ուրախանում են։ Սա շատ մեծ տոկոս է, եւ ես համոզված եմ ուղղակի իմ վերլուծությունը, որ գործոններից մեկը, որը բերել են նրան, որ մենք այսօր կարող ենք սոցիալական ոլորտում պատմական փոփոխության հասնել, դա վարձատրության նոր համակարգն է, որի ներդրումը մենք սկսել ենք անցյալ տարվա առաջին կեսից, որպեսզի ընդդիմադիրները շատ չչարչարվեն, ասեմ, որ ես հիմա խոսում եմ, որովհետև զգում եմ, որ տերմինաբանությունների մեջ շատ չեն կողմնորոշվում, ես հիմա խոսում եմ պարգևավճարների համակարգի մասին։ Խոսում եմ այն համակարգի մասին, որը միլիոնավոր դրամներ է բաշխում պետական պաշտոնյաների միջև եւ ուզում եմ ընդգծել, որ 2024 թվականի բյուջեով մենք 4.5%-ը 24 թվականի բյուջեով 25-ի բյուջեով 6.5 միլիարդ մենք բան արեցինք պահպանման ծախսերը պետական համակարգի 6.5 միլիարդ էր։ Այո, պարոն վարչապետ։ 6.5 միլիարդ մենք հենց պետական համակարգից, այսինքն որ նախկինում կար, էլի տրվում էր պետական համակարգին։ Մենք կրճատեցինք դա, ռեզերվ արեցինք, մինչև հիմա 3.5 միլիարդն ենք ուղղել։ 3.5 միլիարդը ուղղեցինք
պետական կառավարման համակարգի ավելի արդյունավետ դարձնելու եւ հիմա 78 միլիարդ այդ թվում դրա արդյունքում սեն շատ կոնկրետ տալիս ենք մեր թոշակառուներին, ընդ որում 78 միլիարդի մեջ հետվճարը մտնում է 78 միլիարդ։ Ես ուզում եմ ցույց տալ, որ ես ուզում եմ ասել, որ շատ ուրախ եմ եւ կներեք շատ գոհ եմ, որ ես ինքս այդ որոշումները կայացրել եմ, որովհետեւ ես հիմա տեսնում եմ այդ որոշումների պատճառահետևանքային կապը։ Այդ որոշումն ա, որ ինձ հնարավորություն է տալիս կներեք պերաշկի ուտել, 1000 ներողություն։ Որովհետև ես գիտեմ, որ երկրում ինստիտուցիոնալ մակարդակի կայացման ավելի բարձր մակարդակ կա։ Եվ ես կարիք չունեմ մի բանը ամբողջ գիշեր ասել հան տենես այն մեկը ինչ անում, ես գիտեմ, որ համակարգը մոտիվացված աշխատում է։ Սա պետության հատկանիշ է։ Սա պետության հատկանիշ է։ Ի վերջո քաղաքական բանը վարչապետը եւ նախարարներն էլ կներեք, բայց դա նորմալ բան է, իրանք մեծ մասամբ քաղաքական գործիչ է, փոքր մասամբ վարչարար, որտեվ վարչապետը պետք է խնդիրները դնի, համակարգը պետք է գնի, քաղաքական են այդ խնդիրները։ Այդպես է եղել առողջության ապահովագրության համակարգը։ Ես մեր գործընկերներին հրավիրել եմ, ասել եմ, գիտեք ինչ, հունվարի 1-ից պետք է առողջության ապահովագրության համակարգը լինի։ Բայց կներեք, եթե ես նախկինում այդ կնշանակեր, որ ես 15 օր կամ 20 օր կամ մի ամիս պետք է ամենօրյա ռեժիմով զանգեմ, ասեմ, շաբաթը մի անգամ էլեկտրոնային փոստ եմ գրել, ընդ որում ոչ թե առաջին մակարդակի քաղաքական կառավարության անդամների հետ կապված է խնդիր եղել, որ իրանք էլ իրանց հերթին, չէ, պետք է կարողանան համակարգերը, ես իմացել եմ, որ համակարգերը աշխատելու են։ Համակարգերը աշխատելու են, որովհետև համակարգը այն վիճակում է, որ չի կարող մեզ մեղադրել, որ մենք իր կարիքները արհամարում ենք։ Այո, եւ մենք հիմա գերկենտրոնացած պաշտոնյա, գերկենտրոնացած պաշտոնյայի ընտանիքի անդամը նույնիսկ իրեն իր աշխատանքից պետքա չկարողանա շեղի։ Եվ ես այդ պատասխանատվությունը վերցրել եմ ինձ վրա եւ վերցնում եմ եւ ես ցույց եմ տալիս, թե մենք ինչպես նախ 6.5 միլիարդ կրճատեցինք, դա էլ էր ծանր որոշում։ Որտեղ մենք պետական համակարգը սենց դրեցինք եւ կամային որոշմամբ ասցինք 4%-ով 6.5 միլիարդ փող վերցնում ենք ձեզանից։ Ես հիշում եմ, բոլորդ էլ լարված էիք, հարգելի գործընկերներ։ Այդ որոշումները կայացնելն էլ հեշտ չի։ Որոշումները կայացնելն էլ հեշտ չի, բայց այդ որոշումը մեկ կայացվել է։ Հիմա այդ 6.5 միլիարդից, որը ուզում եմ հիշեցնել, նախկինում համակարգի 6.5 միլիարդից 3.5 միլիարդը վերադարձնենք համակարգին այլ մեխանիզմով, այլ խողովակով, այլ բովանդակությամբ, այլ տեքստով, հիմա դրա արդյունքում 78 միլիարդ փոխանցում ենք մեր թոշակառուներին։ Այս լա թոշակառուներին մասին է, չենք խոսում ուսուցիչներին, զինվորականներին, դպրոցներ, մանկապարտեզներ, ճանապարհներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եվ հետեւաբար մենք գնալու ենք այդ ճանապարհով, այո, 3.5 միլիարդ, 4 միլիարդ ամեն կիսամյակում ներդնելու ենք եւ ամեն կիսամյակում մի անգամ դրա դիմաց 100 միլիարդ, մի անգամ 50 միլիարդ, մի անգամ 70 միլիարդ լրացուցիչ միջոցներ են գեներացնելու պետական կառավարման համակարգում։ Սա մենակ մի բանի մասին է, սա այն մասին է, որ մենք որպես պետություն բավարար չափով լրջացել ենք։ Բավարար չափով լրջացել ենք եւ ես ուզում եմ շնորհավորել բոլորիս այս կապակցությամբ եւ ուզում եմ շնորհակալություն հայտնել նաեւ բոլորիդ կրկին այս արդյունքի համար։